Թիվը կոնկրետ չեմ կարող ասեմ, 130-ից 150 աշխատող կա գործարանում, այսօր գործարանը կանգնացրած է եւ ամբողջ գործարանի աշխատողները մնացել են անգործ։ Ես ինքս այստեղ եմ աշխատում 2024 թվականի սեպտեմբերի 24-ից այստեղ աշխատում եմ եւ իմ ընտանիքի հոգսերս այս գործարանի աշխատալու շնորհիվ հոգում եմ ընտանիքիս հոգսերը։ Ուղղակի այսօր շատ տհաճ երևույթ է, որ քաղաքականության պատճառով մի մարդու են ձերբակալում ու ամենավերջի հանցագործի այն ձևով չեն ձերբակալում, ոնց որ պարոն Ծառուկյանն է ձերբակալել, շատ տհաճ երևույթ է, դա պետք է առաջին հենց իրանք ամաչեն, որ նման մարդու նման ձև են ձերբակալել։ Ու հետո ասեմ, որ պարոն Ծառուկյանը, եթե հանցագործը եղել է, 8 տարի իրանք ինչ բան են եղել, 8 տարվա մեջին բռնեին դատեին, չթողեին հանցագործը մնա դրսում։ Հենց որ քաղաքականությունը եկավ, ընտրությունը եկավ, պարոն Ծառուկյանը ընդդիմախոս եղավ, միանգամից հանցագործ դառավ պարոն Ծառուկյանը։ Ես կասեի, որ ինքը հանցագործ չի, ես կասեմ, որ ինքը ուղղակի քաղաքականության վրա հետապնդում է եւ ուզում եմ որպեսզի պարոն Ծառուկյանը հենց այնպես դատապարտել, իսկ պարոն Ծառուկյանին դատապարտելով դատապարտում են 10,000 աշխատող, եթե 10,000 աշխատող, այդ թվում նաև մեր գործարանի աշխատողները, դե չեն աշխատում, ապա ամեն տարվա վերջում կառավարությունը ժողովրդին զեկուցում է, այսքան աշխատատեղ սարքեցինք, այսքան անգործնյա աշխատատեղերի միջոցով այսքան մարդիկ աշխատում են, այս տարի ինչ են ասել, այսքան աշխատատեղ փակեցինք, ամոթ չի բա, մենք պահանջում ենք, որպեսզի մեր գործարանի այս կապարակնքած դռները բացեն, մեր ժողովուրդը աշխատեն, մեր ժողովուրդը իրանց աշխատանքը իրաց տները բան, ոչ մեկը չի գնալու ուրիշ տեղ աշխատանք փնտրի կամ չի գնալու մուրալու։ Բոլորն ուզում են որպեսզի աշխատեն։ Իսկ մենք պահանջում ենք նաև որ անհապաղ ազատ արձակեն պարոն Ծառուկյանին, որպեսզի դուրս գա ժողովրդին տերություն անի։ Հիմա այս որ Հարկադիր պարապորտի մեջ ենք, պարոն Ծառուկյանը, էլի ես համոզված եմ, որ կարող է դուրս գա ու այսքանին վարձատրի, բայց որ այդ մարդը չվարձատրի, պետությունը պարտավոր է, այսքան պարապորտի վնասը վերականգնի, ժողովրդին վարձատրի, անելու են իրանք։ Ես կարծում եք կվերականգնի պետք։ Ես չեմ կարծում որ իրանք կվերականգնեն, իրանք մենակ կարող են խլեն։ Ես լսել եմ որ ասում են ժողովուրդը տուգանքի մածիրաչին։ Դե այնա սոցիալական բաներ կա, չէ, սոցիալական հարցումներ կա կամ թե չէ, իրանց տվյալները ունեն։ Մի հատ վերցնեն նախկին 10 տարիների ընթացքում ինչքան մարդ Հայաստանում տուգանվալ, հիմա վերցրու 8 տարվա մեջ ինչքան է տուգանվալ։ Եվ 10 անգամ ավելի շատ։ Չի կարելի ժողովրդին անընդհատ տուգանքի մածիրացակալ, բայց անդրոյ տուգանքի մածիրաչում։ Թող այդ մարդուն ազատ արձակեն, ինքը իրան գործերը շարունակի, ժողովրդին նորմալ պահի, նորմալ էլ պահում էր։ Ես ուրիշ բան չեմ ուզում ասեմ, այնքան բան կա ասելու չես կարող մի անգամից մի րոպեի ամբողջ այդ իր կատարած աշխատանքները ներկայացնես, բայց ես մի բան գիտեմ, որ ես Արցախից տեղահանված եմ 23 թվականի սեպտեմբերին տեղահանվելուց հետո մի տարի դռնեդուռ եմ ընկել, ոչ միտեղ չեմ կարողացել մտնեմ աշխատանքի նորմալ լավ բարի մարդկանց միջամտությամբ մտել եմ ստեղ աշխատում եմ ու շատ լավ կոլեկտիվ է, շատ լավ աշխատանք է, շատ լավ իրանք մեզ շատ լավ ընդունում են 15-20 հոգի Արցախից ստեղ աշխատում ենք, մենք բոլորս տան վարձ ենք տալիս, ուսման վարձ ենք տալիս, հիմա այդ որտեղից պիտի տանք այդքանը, պիտի մի տեղ աշխատենք, որտեղ ուրիշ տեղ էլ աշխատանքի չեն ընդունում մեզ, իսկ պարոն Ծառուկյանը արցախցիների համար կազմակերպում էր տարբեր միջոցառումներ, որ կառավարությունից սկսած շատ խոշոր բիզնեսմեններ կան, շատ խոշոր գործարարներ կան, մեկը ռիսկ չէր անում Արցախի անունով բարձրացնել, բայց պարոն Ծառուկյանը ասաց, որ արցախցիները պետք է ապրեն Հայաստանում, արցախցիներին պետք է ապրեցնենք Հայաստանում, արցախցիները որպեսզի դուրս չգան, որ հետո Արցախը հետ վերադառնալու ժամանակ արցախցիները կարողանանք հետ վերադարձնել Արցախ։ Այդ մասին ոչ մեկը չի ասել, բացի ինքը։ Կազմակերպում էր միջոցառումներ, որ արցախցիների ջահելները հավաքվեն, մի քիչ ցրվեն, իրավիճակից դուրս գան։ Ոչ մեկը չի, Արցախի դրոշը ոչ մեկը չի բարձրացրել, Արցախի հիմնը ոչ միտեղ չի հնչել, բացի Ծառուկյանի կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ։ Միթե կարելի է նման մարդու, մեծատառով մարդու, որ ամբողջ աշխարհը ճանաչում, նման ձևի վերաբերվել դրա հետ։ Ես ամաչում եմ իրանց տեղ ուղղակի։